Հանրապետության նախագահը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջարկել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդանյանը դադարեցրել էր անդամակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, իսկ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։ Ինչու է նման որոշում կայացրել։ Այս հարցը կարմիր թելի պես անցնում էր նիստի ողջ ընթացքում։ Շատ գիտակցաբար գրել եմ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում, որովհետև առաջին չեմ ուզում, որ իմ խորհրդարանական գործընկերներ, այդ թվում դուք կաշկանդված լինեք նրանով, որ գիտեք, դե հիմա բանը չընտրենք, որ մնա պատգամավոր, բայց դու իրար հետ աշխատելու ենք, լավ արել, ավելի լավը գնանք ընտրենք, ոչ։ Եթե դու ստանձնում ես որոշակի դերակատարություն, դու պետք է գնաս առաջ։ Վարդանյանը խոստովան է, շատ է սիրում խորհրդարանական աշխատանքը, շատ է սիրում նաև սահմանադրական դատարանը, ասաց, որ արմատներով սահմանադրական դատարանից է, ունի 15 տարվա աշխատանքային փորձ, երբեք չի օգտագործել առաջխաղացման, այսպես ասած, լիֆտի հնարավորությունները, բայց եւ չի ուզում հետեւյալ իրավիճակն ապահովել։ Գիտեք, դե չստացվեց, դե գոնե կմնա, ոչ։ Սա բարոյականության խնդիր է, սա էթիկայի խնդիր է, սա ճիշտ է։ Եթե ես հնարավորություն ունենայի ավելի վաղ հրաժարվեի մանդատից, հավատացնում ձեզ ավելի վաղ հրաժարվեի մանդատից եւ այստեղ հանդես կգայի ոչ թե երկակի կարգավիճակով, այլ որպես սոց սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Վարդանյանը ընթերցելով սահմանադրական դատարանի դատավորի երդման տեքստը ընդգծեց, որ լինելու է անաչառ, վարելու է պետականամետ գործունեություն։ Նա բերեց նաև միջազգային փորձից օրինակներ, թե ինչպես են քաղաքական ուժի ներկայացուցիչները դարձել բարձր դատարանի դատավորներ եւ հակառակը։ Նաև այս համատեքստում հարց ուներ խորհրդարանի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորը։ Եթե Հերար Թովմասյանը անաչառ չէր միայն նրա համար, որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, ինչ տարբերություն հիմա հանրապետական, քաղաքացիական պայմանագիր, չգիտեմ, Հայ ազգային կոնգրես, թե այլ կուսակցության ներկայացուցիչ կներկայացվի բարձր դատարանում։ Ի վերջո, եթե նա ունի քաղաքական կոնկրետ շահեր։ Մեր նմանությունը միայն հետևյալում է, որ մենք երկուսս էլ գնում ենք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից սահմանադրական դատարան։ Իսկ դա շատ ավելի անկեղծ, պարոն Թովմասյանը հրաժարական էր ներկայացել նաև հանձնաժողովի նախագահի պաշտոնից, երբ առաջադրվել էր սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Բայց կա մի էական տարբերություն, Տիկին Թովմասյան, ի գիտություն, սահմանադրական դատարանի դատավորներից առնվազն 5-ը գնացել են սահմանադրական դատարան անմիջապես խորհրդարանից եւ երբեք դա հարց չի առաջացրել։ Վարդանյանի պնդմամբ խնդիրը ոչ թե նրա մեջ էր, որ Հրայր Թովմասյանը խորհրդարանից տեղափոխվեց սահմանադրական դատարան, որքան նրա մեջ, որ լինելով սահմանադրության նոր տեքստի ջատակով, լինելով սահմանադրության ԱՅՈ-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, իր իսկ կողմից կերտված սահմանադրությունը թողնում է մի կողմ եւ ընտրվում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ։ Օրեր անց։ Սա իմ կարծիքով նույն իրավիճակի մասին չի վկայում։ Մենք տարբեր իրավիճակներում ենք, հավատացնում եմ ձեզ։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն հորդորեց չխառնել անկախության եւ անաչառության պետկուսակցական կարգապահության պահպանումը, որը նրա խոսքով շատ կարեւոր է խորհրդարանական ուժերի ձևավորման համար, թե պատգամավորների բարձրացած հարցերում եւ թե ելույթներում չշրջանցվեց սահմանադրության նոր տեքստից անկախության հռչակագրի հնարավոր դուրսբերման հարցը։ Հնարավոր չի արդյոք հռչակագրին ուղղված հղումը մնա, բայց պրեամբուլայում մի միտք ավելացվի, որը ակնհայտորեն ցույց կտա, որ մենք որևէ տարածքային պահանջ, որևէ նկարտում մեր հարևանների նկատմամբ չունենք։ Տեխնիկապես դա հնարավոր չի լուծել, որ համ հռչակագիրը մնա, համ այդ հարցը լուծվի։ Եթե թույլ տաք այս հարցերին չեմ պատասխանի, ոչ թե նրա համար, որ չունեմ այս հարցերի պատասխանը, այլ որովհետև այս հարցերը կարող են ձեր կողմից դրական քվե արժանանալու պարագայում դառնալ նաև սահմանադրական դատարանում քննարկման առարկա, եւ ես ստիպված պետք է լինեմ այնտեղ պատասխանեմ այս հարցերին։ Եթե պատասխանեմ այսօր, ստիպված պետք է լինեմ ըստ էության ձեռնպահ մնալ այդ հարցերի քննարկումից սահմանադրական դատարանում։ Այդուհանդերձ Հովիկ Աղազարյանը իր ելույթում պնդեց, որ անկախության հռչակագրին, եթե հղում չի արվում, առաջանալու են խնդիրներ։ Նրա խոսքով պետությունը կորցնելու է իր ծննդականը եւ նորն ունենալու համար 4-րդ հանրապետության տեսքով կրկին անհրաժեշտություն է առաջանալու դիմել ՄԱԿ-ին։ Աղազարյանի համոզմամբ անգամ հարկ կառաջանա այս հարցով հարևաններին դիմելու, որն էլ ավելի կդժվարացնի իրավիճակը։ Ուստի շարունակեց պնդել իր թեզը, պահպանել անկախության հռչակագիրը նոր կետ ավելացնելով։ Որը
կհաստատի, կհիմնավորի, որ մենք որևէ պահանջ չունենք մեր տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Իր եզրափակիչ ելույթում Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ մշտապես առաջնորդվել է այն ընկալմամբ, որ անկախ պաշտոնից յուրաքանչյուր անձ պետք է ունենա ժողովրդավարական արժեհամակարգ, ապա հայտարարվեց, որ Սահմանադրական դատանի դատավորն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ, падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, իսկ ընտրությունը տեղի ունեցավ այսօր խորհրդանի դահլիճներից մեկում։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։